Ինչ ենք անում այսօր, եկեք առաջինը որոշենք սուրճ, թե, սուրճը սուտ է, թե սառը թե տաք։ Ատում եմ այս տելևիզիոնщикներին ձեռս չի ասնում ընդ որ տամ, հիմա սառն ես ուզում թե տաք։ Այդ սառնա, հա, այս սառնա, այն Սառը տաք։ թե տաք, տաք է կա, այս Սառը, հա։ Լավ, սառը, ես էլ տաք թեմայի մասին ենք խոսելու, սառը խմենք հովանանք։ Բայց տես թեմայի հետ կապված է, ընտրության իրավունք ունես, սառը թե տաք, արդեն վաճ։ Առնվազն Ինձ էլ էլի։ Լցնեմ, ասեմ, սկսենք։ Բայց այդտեղ հարց կա, ողա ես սուրճ եմ ուզում, իսկ դա չկա, այսինքն ես իրավունք չունեմ ուզել են, ինչ որ չկա, հա։ Դել քեզ դեմոկրատիա։ Այսօր խոսելու ենք դեմոկրատիայից, ինձ մեկ-մեկ թվում է, որ հեռուստատեսություն, ինտերնետ, մեկ-մեկ հարթուքից էլ այդ բառը անընդհատ ինձ ճնշում է, դեմոկրատիա, ժողովրդավարություն եւ այլն, բայց թեման լուրջ է, թեման բարդ է, ու այսօր երեքով փորձելու ենք հասկանալ ինչով են դա ուտում, հա, չնայած մեզ առանձնապես ուտելու բան հիմա չեն տալի, որովհետեւ դու բողոքելու իրավունք չունես։ Հա, չունեմ, որովհետեւ, այո, որովհետեւ հաղորդավարը պետքա լինի մի քիչ ավելի բռնապետ, մի քիչ։ Եվ այսպես, դեմոկրատիա, արդյոք մեր քաղաքացիները իսկապես հասկանում են այդ բառի իմաստը, չէ՞ որ ամեն տեղ ասում են այլընտրակ չկա, ժողովրդավարություն ու վերջ, եւ հարց, որից ուզում եմ սկսեմ, Արթուր ջան, երբ առհասարակ դեմոկրատիա բառը մտավ մարդկային պատմության մեջ եւ ո՞նց եկավ այդ պահը, որ հասկացան, ասին դե չէ, արդեն մոնարխիան չի աշխատում, բռնապետությունը չի աշխատում, եկեք մի հատ էլ սա փորձենք, այլ եկեք հասկանանք երբ էր ու ինչու։ Մենք կարանք շատ հեռու գնանք, 2500 տարվա պատմություն ունի, առնվազն գրավոր մեզ ասած ուրեմն աղբյուրներից, բայց մեզ համար կարևոր է հասկանալ ինչ տեղի ունեցավ հենց 20-րդ դարում, երբ որ ժողովրդավարությունը դարավ սառը պատերազմի ժամանակ շատ կարևոր գաղափարախոսական այդ պայքարի ինչ-որ գործոն, հա։ Այսինքն արևմուտքը ասում էր, մենք ունենք ժողովրդավարություն, ժողովրդավարությունը նպաստում է ավելի ազատ կյանքի, երբ որ մարդը ընտրություն ունի, ազատ ընտրություն ունի եւ դրանով էին հակադրվում խորհրդային միության, հա, կոմունիզմին, որը որ չի տալիս այդ ընտրության հնարավորությունը, չի տալիս այդ ընտրության հնարավորությունը։ Եթե հիշում եք խորհրդային միությունն էր օգտագործում դեմոկրատիա բառը, կոչվում էր народная դեմոկրատիա, այսինքն ժողովրդավարական ժողովրդավարացիա։ Դեմոկրատիա, եկեք պայմանավորվենք իրականում։ Բա իհարկե странная народная դեմոկրատիա, բա չէիք լսել։ Եկեք պայմանավորվենք դեմոկրատիա տերմինը օգտագործենք։ Որտեղ այդ ավելի ճիշտ է, բայց բոլորը հասկանում են, որ չկար այդ ժողովրդավարությունը։ Հիմա եկանք հասանք 91 թիվ, հələ կարող է մի քիչ ավելի շուտ, բոլորին արդեն պարզ էր, որ պարտվել է կոմունիզմը, պարտվել են ինչ-որ ավտորիտար այդ ռեժիմները կամ նույնիսկ պոստտոտալիտար ռեժիմները եւ հաղթեց արևմուտքը եւ արևմուտքը փաստորեն ասաց, որ այլընտրանք էլ չկա, ոնց որ ժողովրդավարությունն է ճիշտ ձևը կառավարելու, որովհետեւ դա ապահովում է քաղաքական հավասարություն ավելի լավ, քան այլ ուրեմն քաղաքական ռեժիմները եւ դա կախում էին ազատության հետ, հա, մարդը ավելի ազատ է, երբ որ ունի ընտրություն։ Ստե մի հատ ռեմարկ է, բա Չինաստանը, բա Կորեան, բա, այսինքն լավ, Սովետը քանդվեց, հասկացանք, բայց նենց չի, որ աշխարհի երեսից ընդհանրապես տոտալիտարիզմը վերացավ, որպեսզի արևմուտքը իրեն իրավունք վերապահեր, ասեր դե վերջ տղեկ ջան, այս մի ձևն է, այլևս ուրիշ ձև չկա, դեմոկրատիա ու վերջ։ Բայց մի բան հիշենք, 1863 թվականին Լոնդոնում լույս է տեսնում Պալմերստոնի կառավարության անդամ նախարար Ջորջ Քորնուել Լուիսի աշխատությունը, որը կոչվում է կառավարման որ ձևն է լավագույնը։ Այնտեղ մի հատ միտք կա։ Չեմ կարծում, որ ասիական պետությունում հնարավոր կլինի ներդնել
ներկայացուցչական ինստիտուտներ։ Ուզում ես ասես մենք ասիական ենք, հայ։ Դե բրիտանացիք իրանց ռասիստական մոտեցումով, որ միայն իրանք կարող են ունենալ այդ մի բանը, մնացածները չկան։ Մենք հիմա չխորանանք այդտեղ, հիմա վերադառնալով Չինաստանին։ Պատկերացումը հա լավ, փլուզումը խորհրդային միության աշխարհում ոնց որ հաղթել է ժողովրդավարությունը, նույնիսկ ասում էին պատմության վերջն է եկել Հեգելյան այդ բանի ասել ենք, եւ այդ վերջում ժողովրդավարությունն է, լիբերալ ժողովրդավարությունն է, ինչու Չինաստանում, այսինքն արևմուտքը ավելի ոնց որ հանդուրժում էր, հա, որ այդ Չինաստանում էլի կոնկուսն է, հա, բանը, որովհետեւ հիմքում դրված էր հետեւյալ կոչենք սա road map կամ Վաշինգտոնյան կոնսենսուս, որ սկզբից անցումը պետք է լինի շուկայական հարաբերությունների, որովհետև շուկայական հարաբերությունները ստեղծում են, թույլ են տալիս ստեղծել միջին խավը, այդ միջին խավը ի վերջո պետք է ձևավորվի տարբեր գաղափարախոսական ինչ-որ ճամբարներ եւ դրանք մրցակցելու են եւ այդ մրցակցությունը բերելու է ժողովրդավարությանը։ Այսինքն իրանք դիտում էին, որ եթե Չինաստանը գնում է նաեւ դեպի շուկայական հարաբերություններ, այդ ճանապարհը կարող է երկար լինի, բայց վերջում միևնույն է գալու են ժողովրդավարության։ Հիմա հասան դրան թե չէ, դա մի այլ հարց է։ Հարցներ ոնց էին պատկերացնում, ոնց պետք է դա տեղի ունենա։ Ես առաջարկում եմ, եթե դեմ չեք, եկեք ամեն դեպքում մեր ավանդույթներին հարազատ մնալով հետ գնանք սկիզբ, այսինքն հասկանանք դեմոկրատիա ասվածը ինչ էր եւ որտեղից էր դա սկիզբ առնում համենայնպես գրավոր աղբյուրներում։ Ես ձեզ հրավիրում եմ պարոնայք դեպի հին Հունաստան։ Ինչի է դա կարևոր իմ կարծիքով, որովհետեւ մենք բաց ենք թողում մի քանի կարևոր բան։ Օրինակ մեկը նա, որ դեմոկրատիան, որը հին Հունաստանում կար, ես չեմ ասում, որ մինչև այդ չկար, բայց ուղղակի կան գրավոր աղբյուրներ շատ արդեն հին Հունաստանից սկսված, որոնք հասել են մեր օրեր, ընդ որում ուշադրություն եմ հրավիրում մի փաստի վրա, որ որևէ հին հունական մտածողի գրողի մոտ դեմոկրատիան չի նկարագրվել դրական իմաստով։ Եղել է միշտ քննադատված, եղել է միշտ բացասական։ Այս մեկ, երկրորդը դեմոկրատիան հնարավոր դարձավ հին Հունաստանում ստրկատիրական հասարակարգի պայմաններում։ Այս մի առասպելներից մեկն է, որի մասին չենք մտածում։ Իսկ դեմոկրատիան ով էր դրանով, ով էր օգտվում դրանից, ով իրավունք ուներ դեմոկրատիայի։ Խնդրում սրա մասն էլ խոսենք։ Սա կարևոր է։ Ստրուկները չկա, չէին մասնակցում, ովքեր էին դեմոկրատ, ով իրավունք ուներ այդ քաղաքացի կոչվածը ինչ էր իրանից նշանակում։ Զինվոր։ Եւ երրորդը, այս հիմա պանցիկ, չէ, ես հիմա խորանում ենք, ես ուղղակի հնարավորություն եմ տալիս, որպեսզի Արտուրը ավելի մանրամասն պատմի դրա մասին, որովհետև քաղաքացի, այսինքն սա շատ կարևոր է։ Սա ուղղակի պատմական Ջան, կարևոր է, հիմա մխենք։ Ով է դեմոկրատ համարվում հին Հունաստանում։ Ասենք, անցնենք։ Երրորդը մի կարևոր բան էլ ասեմ, շատ հետաքրքիր խորը վերլուծություն ունի իտալացի գիտնական Լուչանո Կանֆորան, իր աշխատություններից մեկը կոչվում է դեմոկրատիա, մի գաղափարախոսության պատմություն։ Հետաքրքիր միտք ունի շատ, ասում է, որ եթե ճիշտ կոնտեքստում դիտարկենք, ապա հունական տեքստերում դեմոկրատիայից ածանցյալ նաև օգտագործվում է դեմոկրատոր բառը, եւ այդ ենթատեքստը այնպեսին է, համատեքստը ավելի շուտ այնպեսին է, որ ակնհայտ է դառնում, որ դեմոկրատիան նշանակում է ոչ թե ժողովրդի իշխանություն, այլ իշխանություն ժողովրդի վրա։ Իսկ ժողովրդին վերահսկելու գործիք։ Այո, այս երեք կետերը կա, հիմա խոսենք քաղաքացիներից եւ դեմոկրատիան, եւ ով իրավունք ուներ ընտրելու, իհարկելու։ Սեմանտիկայի դաշտ, ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան տարբեր դարաշրջաններում, տարբեր պետություններում, տարբեր բաներ նշանակել։ Կարող ենք վերադառնալով նույն այդ Պալմերստոնի օրերի այդ դիտարկումը, որ ասիական երկրներում հնարավոր չի եւ այլն, բայց ով ասեց, որ հենց Բրիտանիայում միջև 18 թիվ կանայք ընդհանրապես չէին կարող մասնակցել։ Դե եկեք հենց հին Հունաստանից սկսենք, էլի։ Դե հին Հունաստանից մենք կարող ենք երկար այդտեղ։ Չէ, եկեք մոտիկ բերենք։ Հին Հունաստանում էլ պետք է նայենք Աթենքը։ Աթենքում ոնց էր
Դե բարձա որ մենք ունենք մի քիչ սենց առասպելական համոտեցում այդ հարցերին, որովհետև թվում է որ կա ագորան, այսօր էլ եթե գնաք Աթենքում ցույց կտան ձեզ տեղը, որտեղ է այդ ագորան հավաքում, բոլոր քաղաքացիները, զինվորները կարող էին մասնակցել, բայց ինչպիսին էր այդ մասնակցությունը, 10 ցեղ ամեն մի ցեղից 50 հոգի, այսինքն 500 հոգի ընտրվում էր, այդ 500-ից էլ հետո մի հոգի, այսինքն նորից 50 եկանք, 50 հոգուց էլ 10 հոգի, 10 հոգին այդ կառավարությունն էր, որը որ ամենօրյա խնդիրներ էր լուծում, այդ 10 հոգին էլ ընտրվում էին հայերեն մի հատ հիշացրեք լոտարիա ոնց էր, Վիճակահանություն։ այո, վիճակահանություն էր, այսինքն ամեն ամիս մի կարող էր նոր մարդ լիներ որպես առաջնորդ, սա է պատկերը, եւ մենք պետք է հասկանանք լավ ժողովրդավարությունը ինչու են ժողովրդավարությունը միջև այսօր համարվում է որպես հա միգուցե իր թերություններով եւ այլն, բայց լավագույն ձևը կառավարելու, որովհետեւ հիմնված է ել եմ ասում այդ գաղափարի վրա, շատ կարեւոր գաղափարի վրա, որ միայն ժողովրդավարությունն է, որ կարողանում է ապահովել քաղաքական հավասարություն, հա քաղաքական հավասարությունը, արդյոք հնարավոր է քաղաքական հավասարությունը եւ ինձ թվում է որ փոխարեն մենք հիմա խորանանք տարբեր դարաշրջաններում ինչ ա եղել ոնց ա եղել, դա կարեւոր կլինի ապագայում երևի մեր զրույցի համար, հիմա մեզ կարեւոր հասկանալ լավ կոնսենսուս կա այսօր սահմանումի վերաբերյալ, հա, ինչ է ժողովրդավարությունը եւ ինչ սահմանումն է, որը օգտագործում են։ Շատ մենք պետք է նաեւ հասկանանք ինչ է տեղի ունեցել նույն Աթենքում, հա, որովհետեւ եթե ստրուկները չեն մասնակցում, կանայք չեն մասնակցում, հետո լինում են պայեր, երբ որ դուք զինվորների թիվը պետք է շատացնես, դու բերում ես այդ քաղաքացիությունը տալիս ես այլ մարդկանց, հա, որովհետև իրանք նավատորմ է, քեզ ավելի մասնակից է պետք։ Այսինքն, այո, ձև է, որ եկել է հետո ինչ-որ ժամանակ, այսինքն մակեդոնացիք հաղթեցին կորավ այդ Աթենքի ժողովրդավարությունը մի քանի դար նույնիսկ չկար, ռոմեացիք հետո վերցրին, ռոմեացիներից հետո նորից կորավ, նորից մի ալիք եկավ արդեն հյուսիսային Իտալիայում, հետո նորից կորավ, հետո նորից հայտնաբերեցին արդեն 17-րդ դարում, հա, ոնց որ ասած միշտ չի որ եղել է, երբ որ եղել է տարբեր Որփ է եղել, մեկից տնից մի տուն է գնացել։ Արտուրի ասացին ոչ այդքան հակադրվելու, այլ ուղղակի որ տարբեր կարծիքներ լինեն, ասենց ասես դեմոկրատական մոտեցումներ լինեն, Ռայմոն Պանիկարի դեմոկրատիայի հիմքեր աշխատությունից մի բան եմ դուրս գրել, կցանկանայի ընթերցել։ Դեմոկրատիա եզրույթը ապրեց 3 կարճ դար, ընդ որում քաղաքական մտքի ճամփեզրին։ Հին Հունաստանում մեր թվարկությունից առաջ 500-ից 200-րդ թվականներին, իսկ հետո փաստորեն անհետացավ արևմտյան աշխարհից շատ երկար ժամանակով եւ սկսեց իր դանդաղ վերադարձը շատ ավելի ուշ ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ֆրանսիական հեղափոխությունների վրա օծեց առնվազն մայրցամաքային Եվրոպայում, բրիտանական կղզիներում դեմոկրատիան գործածվում էր ավելի շատ բացասական իմաստով ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը, եւ դրանից էլ դեռևս Կանտը ասում էր իր հավերժական խաղաղություն աշխատության մեջ, որ դեմոկրատիան դեպի դեսպոտիզմ տանող ուղիղ ճանապարհ է, ուղի է։ Իր սեփական մշակույթի հանդեպ բացառիկությունը, որ արևմտյան աշխարհը ունի, իրեն թույլ չի տվել մինչև օրս ունենալ լուրջ հետազոտություններ դեմոկրատիայից բացի քաղաքականության հասկացման եւ կիրառման։ Իսկ հավես չեն ունեցել, այլ ուղղություններ փնտրեն։ Եվ դա ըստ Պանիկարի հանգեցնում է մեզ մի դիլեմայի, որ մենք հաճախ ստիպված ենք լինում լուծել մի կեղծ դիլեմա, դեմոկրատիա կամ դիկտատուրա։ Իհարկե դա հետաքրքիր է, որ ինքը այս ներկայացնում է, իհարկե ինքը թռավ իտալական քաղաքների միջնադարյան այդ պատմության վրայով,
եւ կար նաեւ ժողովրդավարական ինչ որ մոտեցումներ նույն Սկանդինավիայում վիկինգների մոտ տինգը, հա, որ հավաքվում են եւ որոշում են կայացնում։ Այսինքն ժողովրդավարությունը ինչ է, ժողովրդավարությունը գործիք է, որ մենք բոլորիս համար կարևոր հարցերի վերաբերյալ ինչ որ որոշում ներկայացնենք, ինչ որ ձև է, որ այդ որոշումը բոլորի կամ մեծամասնության համար ընդունելի լինի։ Դա է ժողովրդավարությունը հիմնականում։ Բայց ստեղ իր պատկերացմամբ, որ երբ որ ասում է, որ այլ մոտեցում ոչ էլ փնտրել են, ոչ, անցել են ինչ որ ճանապարհով, փորձել են տարբեր ձևերը եւ ասել են, եկել են այն եզրակացության, որ չեն նպաստում ազատությանը եւ նույնիսկ վերադառնալով նույն Պլատոնին այդ երբ որ ինքը շեշտը դնում էր ոչ դեմոկրատական, հա, կառավարման մեթոդների վրա, որպես արիստոկրասին, որպես ավելի լավ նույնիսկ մեթոդ լինի եւ այլն։ Խնդիրը, որ բոլորի համար պարզ է եւ ոնց որ ոչ մեկ էլ չի վիճարկում, այդ Լորդ Ակտոնի ասածը, երբ որ ասում էր, որ իշխանությունը ուրեմն անբարոյացնում է, եթե corrupt բառը ճիշտ է, անբարոյացնում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է։ Ուրեմն այդ գայթակղությունն է, որ դու եկել ես իշխանության, դու պետքա բոլոր որոշումները ընդունես, այդ որոշումները ազդելու են իմ կյանքի վրա եւ ուր գնաց ազատությունս, հա, ես ազատ եմ թե չէ։ Իմ ազատությունը կախված է նաեւ ինչ կամով ես կարող եմ որոշումներ կայացնել ինձ համար կարևոր կամ եթե դու ես այդ որոշումները կայացնում, այսինքն ինչ կամով նպաստում են իմ շահերին, իմ բավարարում են իմ պահանջները։ Պլատոնին հիշեցիք, Պլատոնին, Սոկրատեսին, Արիստոտելին եւ մեր կյանքը, մեր այսօրվա կյանքը ապրելով, դիտարկելով, նրանց էլ կարդալով, իմ մոտ մի զգացողություն է ամրապնդվում, ուզում եմ ձեզ հետ կիսվեմ։ Դեմոկրատիան իմ վրա երբեմն թողում է տպավորություն, որ դա նախանձ եւ չկամ չունևորների իշխանությունն է։ Ես ուզում եմ զարգացնեմ այս միտքդ։ Ինչ կա, երկուսիդ խնդրում եմ անկեղծ պատասխանել, ինչ կա, որ միջին վիճակագրական քաղաքացին ռեալ ուղղակի չի հասկանում դեմոկրատիայի մասին, որը պարտադիր սկզբունքորեն պետքա ընկալի։ Օրինակ, ինձ սկսեմ ինձնից, երբ որ Մեմֆիսում 10 տարի առաջ քաղաքապետին հարցրեցի, ինչ է դեմոկրատիան, շատ հանգիստ պատասխանեց, ինքը ենթատեքստը զգաց, որ ես Հայաստանից եմ, որ մենք անցումային երկիր ենք, որ չենք գտնում արդարություն, ազատություն, շատ պարզ բան ասեց։ Ասեց հարգելիս, դեմոկրատիան, այո, գործիք է, որը ընդհանրապես երաշխավորում է իշխանությունների փոփոխություն, բայց երբեք չի երաշխավորում, որ ամեն հաջորդ եկող իշխանությունը նախորդից վատը չի կարող լինել, եւ ձեր մոտ հենց դա է իրականում։ Այսինքն դուք դեմոկրատիայով փոխում եք իշխանությունը, բայց գալիս են ոչ թե մի level մի սանդղակ ավելի լավ է, այլ ավելի վատը ու վատը։ Եվ այդ օրվանից 2015 թվականից սկսած ես հասկացա, որ դեմոկրատիան Հայաստանի համար չի, որովհետև եթե այդ գործիքը ընդհանրապես ոչ մի ձևով չի կարգավորում վատից վատի գալը, ուրեմն ինքը լավ գործիք չի։ Ինքը ուղղակի գործիք է, մենք հիմա ինքը շատ ճիշտ է ասել, ես չգիտեմ այդ Մեմֆիսի քաղաքապետը ընթերցել էր Շումպետեր թե չէ, բայց արդեն 70-ական թվականներին ոնց որ ձևավորվեց կոնսենսուս, ընդհանրապես կոնսենսուս, ինչպես է սահմանվում ժողովրդավարությունը, հա, այդ Շումպետերի տված սահմանումը, որը կոչվում է մինիմալիստ սահմանում ժողովրդավարության կամ դեմոկրատիայի, նա տվել էր 42 թվի 1942 թվի աշխատանքում ունի այդ սահմանումը։ Հա, շատ մոտ է այն ինչ որ ասում է, արդար եւ երբ որ մենք ասում ենք արդար եւ fair and free եւ ազատ երկու կարևոր բան կա, չէ՞, այդտեղ ուրեմն մասնակցությունը, ով է մասնակցում եւ մասնակցությունը շատ կարևոր է ժողովրդը, մասնակցությունը եւ մրցակցությունը։ Այսինքն մրցակցում ենք եւ կարող է պատահի լինի այնպես, որ ընտրություններում մրցակցությունը
տա այնպիսի արդյունք, որտեղ այո, քո պատկերացմամբ ավելի վատ է, քան նախկինը, կամ նույնիսկ մեծամասնության, բայց ժողովրդավարության ջաթագովները ինչպես կարող են դրան պատասխանել, որ եթե այդպիսի պա եղավ, իրանք մյուս ընտրություններում ոնց որ կարող են հետ բերեն կամ փոխեն Ոնց որ ինձ վախեցնում է ոնց որ բառը։ Այդ ոնց որ բառը վախեցնում է բոլորին, հիմա տեսեք նույն Թրամփի ընտրությանը ժողովրդավարական ճամբարը ինչ է ասում Միացյալ Նահանգներում, որ սա ժամանակավոր է, որ միևնույնն է մենք վերադառնալու ենք եւ այլն, այդ հնարավորությունը լինելու է։ Եվ սերերը շատանալու։ Եվ այդպես էին մտածում նաեւ երևի սոցիալ-դեմոկրատները Գերմանիայում 1933 թվին։ Հա, բայց այդ վերադարձը չեղավ։ Ժողովրդավարությունը նեն չի որ միշտ եղել են պահեր, երբ որ եղել է ժողովրդավարություն, հետո տապալվել է, հետո փոխարինվել է ինչ որ մի այլ ռեժիմով, հետո նորից վերադարձել են ժողովրդավարության։ Մենք պետք է հասկանանք, որ դա միևնույնն է, գործիք է, որոշումներ ընդունելու համար, եւ դա չի կարող լինել։ Հիմա մենք որ նայում ենք այս իրավիճակին, ինձ նմանվում է ոնց որ ժամանակին սոցիալիզմ կար, կամ ասում ենք որ կար, չկար սոցիալիզմ, բայց բոլորին համոզել էին որ հավատային որ սա սոցիալիզմ է։ Շատ լավ, ահա, տեսեք, շատ հետաքրքիր Արտուրը երկու բան ասեց, չթռնենք դրա վրայից, ասեց ժողովրդավարությունը դա բոլորի կամ մեծամասնության իշխանությունն է, այստեղ շատ մեծ մի հատ Իհարկե մեծամասնության, այո։ մեծամասնության, որովհետև հիշում եք Եվրոպայի սահմանադրության նախաբանի Սևագրում մցրել էին իբր թե Պերիկլեսի ասած Ֆուկիդիդի, որ դա դեմոկրատիան է, որտեվ իշխանությունը չի գտնվում փոքրամասնության ձեռքում, այլ պատկանում է ողջ ժողովրդին, հետո պարզվեց, որ դա մեծագույն կեղծիք էր, եւ Պերիկլեսը ուրիշ բան էր ասել էր, որ դեմոկրատիայի ժամանակ իշխանությունը գտնվում է ոչ թե փոքրամասնության, այլ մեծամասնության։ Այստեղ մեծ հակասություն կա, որտեվ մեծամասնությունը միևնույնն է դա ողջ ժողովուրդը չի։ Իհարկե։ Եվ երբ որ իշխանության փոքրամասնության ձայնով իշխանության եկածները սկսում են խոսել ժողովրդի անունից, իմ մոտ սրտխառնություն առաջանում, եւ ես պետք է հասկանամ, մեր քաղաքացիները պետք է սա գիտակցեն, որ դեմոկրատիան ունի շատ մեծ խնդիրներ ունի, շատ մեծ խնդիրներ ունի, ինքը կարող է լինել մեծամասնական հիմքում լինելով փոքրամասնության տված ձայները, էլի։ Բայց կարծիքով շատ կարևոր է։ Ինձ թվում է խաղի կանոններն է դեմոկրատիայի խառնված։ Այսինքն ես երբ որ այս հարցը ուղղեցի, ես միջև վերջ չեմ հասկանում քաղաքացին, եթե ինքը գործիք է, ինքը միանշանակ իմ համար բութ գործիք է, որով հաց չես կտրի, հա, կճմռես այդ հացը, կփշրես, բայց չես կտրի։ Գործիքա, ժանգոտվող գործիքա։ Նախ ինչու մարդկությունը դադարեց փնտրել այլ կառավարման գործիք, թե Արտուր ու Հայկ, ձեր կարծիքի կարիք ունեմ, թե ուղղակի բոլորը միանգամից հասկացան, որ մեկը ոչ մի բան չի աշխատում, եթե ձևական ենք խաղալու, գոնե դեմոկրատիայով ձևական շարունակենք, այլ նորը չհորինենք։ Քանի որ մենք այս մասին խոսելու ենք նաև մի առանձին հաղորդում։ Լավ։ Այս հարցը խնդրում եմ տեղափոխել մյուս հաղորդում, որտեղ հիմա պետք է սպառենք դեմոկրատիա տերմինի բնութագրումը, այն բոլոր առասպելները, որ դրանում պատված է։ Այո։ Եվ դրանցից մեծագույնը այն է, որ դեմոկրատիա նշանակում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Չէ, բայց չի պատկանում ժողովրդին։ Դա իր պատմությունը ունի իհարկե, նայում ենք որտեղ երբ ով առաջի անգամ սկսեց օգտագործել կամ ժողովրդի անունից խոսել, մեր արդիական պատմությանը, հա, բանանալով։ Դա ամերիկյան նախագահ Ջեքսոնն էր, որը սկսեց խոսել ամբողջ ժողովրդի անունից, հա, ընտրվել է մեծամասնության կողմից, բայց խոսում է ամբողջ ժողովրդի կողմից, եւ դա հակադեմոկրատական մոտեցում է, որովհետեւ դեմոկրատիան իրոք ուրեմն մեծամասնության բանն է։ Այստեղ կարևոր մի այլ հարաբերություն ոնց որ ունի դեմոկրատիան, որովհետև ինչ են ասում նույն բրիտանական փորձից ելնելով, հա, երկար բաներով, պատերազմներով, քաղաքացիական ներսի պատերազմներով անցնելով եւ այլն, իրանք եկան այն եզրակացությանը, որ հենց դեմոկրատիան է, որ տալիս է հնարավորություն իրանք իրականացնեն այդ ոսկե կանոնը, հա, մի վարվիր ինձ հետ այնպես, ինչպես չես ուզում, որ ես վարվեմ քո հետ խոսքի օրինակ, այսինքն այսօր մեծամասնությունը ընտրել է մեզ, բայց մենք հասկանում ենք, որ մյուս ընտրություններում կարող է քեզ ընտրեն։ Եվ մենք
ինչ որ արժեքային շատ կարևոր ստեղ բա կա, որ անտեսվում է, որ մենք գիտակցում ենք դա եւ չենք անում չենք վարվում ձեզ հետ այսօր այնպես, ինչպես չենք ուզենա, որ դուք վարվեիք մեզ հետ վաղը խոսքի օրինակ։ Սա շատ կարևոր է, որովհետև հիմքում, ել եմ ասում, ժողովրդավարության բանի, գաղափարի դրված է շատ կարևոր մի միտք։ Դա քաղաքական հավասարության հետ է կապված։ Այ եթե վերադառնանք Միացյալ Նահանգների անկախության հռչակագրին, հա, հետո ձևավորվում է հանրապետություն, առաջի տողերում ինչ ասված։ Առաջի տողերում ասված է, որ մարդիկ ծնվում են հավասար։ Ծնվում են, այո, հավասար։ Բայց չեն ծնվում հավասար։ Մեկը տորթ է ուտում, մեկը չի ուտում տորթ։ Ճիշտ է։ Այդ հավասարությունը, հա, Ես ուզում եմ, բայց ինձ զսպում։ Այսինքն, եթե դու աղքատի ընտանիքում ես ծնվել, այն մյուսը միջին դասի, արդեն նույնիսկ ծնվելն էլ անհավասար։ Բայց չէ, դրա Այսինքն սա խապկանք, սա ինչ է։ հիմքում ինչ է դրված։ Հիմքում դրված է, քանի որ իրանք պուրիտանական բողոքական այդ մշակույթի կրող էին։ Իրանք ինչ էին ասում։ Իրանք ասում են ինչ որ ընթերցում էին իրանց համար ամենակարևոր գրքում, հա, ինչ է գրված, Աստված ստեղծեց մեզ իր պատկերով, բոլորիս։ Այսինքն եթե դա ընդունում ես, ուրեմն պետք է ընդունես, որ մենք բոլորս հավասար ենք։ Բայց այդ ընդունելով հանդերձ Չկան բառեր, որ 10-ից 10 ծիծաղացնում են ու դա վրացահայի ընդունել ասել դա։ Մեր ներքին բանն է, բայց հա, խնդիրը նա, որ կյանքը ցույց տվեց Հայաստանի պես երկրներում գալիս է իշխանությունը ոչ միայն չի անում այն, որ իր հետո չանեն, այլ ինքը ամեն ինչ անում, որ ոչնչացնի քաղաքական հակառակորդներին, դաշտը ամայացնի, անապատացնի, Ստորացնի։ հա, վերջը բռնի, ծեծի, ջարդի, փշրի, գցի բանտերը, Հետո որտեղ իմաց։ Հայաստանում, այսինքն այդ թեորիան Կլինի Հայաստան հասնենք։ Լավ, մոռացանք Հայաստան։ Աշխարհում կա պետություն, որտեղ խղճում է մեծամասնությունը խղճում է փոքրամասնությանը, որովհետև քաջ գիտակցում է փոքրամասնությունը մի օր կարող է դառնալ մեծամասնություն։ Որ երկիրն է։ Այնտեղ որտեղ որ ժողովրդավարությունը աշխատել է, այդ մոտեցումը միշտ եղել է դա, բայց դա ոչ սահմանադրության մեջ է գրված։ Դա ոնց որ արժեք է, որի մասին ոնց որ լուր պայմանավորություն կա, որ սա է մոտեցումը։ Դե դրա օրինակները շատ են։ Մեզանում այդ չկա, էլի, այդ արժեք ընդվորում։ Ես ասեմ Միացյալ Նահանգների ընտրությունները գոր Բուշ կրծերի դեմ, գորը ինչ արեց։ Երբ որ նույնիսկ բոլորը համոզված էին, որ ինքը կարող է վիճարկի ընտրությունների արդյունքը Ֆլորիդայում, որտեղ Ջեբ Բուշը աղբերը կրծել Բուշին ուրեմն նահանգապետներ, եւ ասում էին դիմի գերագույն դատարան եւ կհաղթես այնտեղ։ Ինչ արեց գորը։ Գորը ասեց ես չեմ դիմի, բայց ինքը ասում էր, որ եթե ես դիմեմ եւ ընտրվեմ Միացյալ Նահանգների նախագահ դատարանի որոշումով, դա կնշանակի, որ ես փաստորեն սկսում եմ քանդել մեր համակարգը։ Իսկ ես այդպիսի քայլ չեմ անում։ Ավելի լավ է թող անարդար լինի իմ պարտությունը, բայց դա կվերականգնվի մյուս ընտրությունների ժամանակ։ Սա էր իր բանը մոտեցումը։ Մի վարքյան, հա, այդպես մտածելու համար դու պետք է ունենաս այդ արժանապատվը։ Արժանապատվը իհարկե մենք վերադառնում ենք միշտ մենք վերադառնալու ենք նույն այդ հարցին ինչու որովհետև արևմտյան երկրները անցան երկար ճանապարհ սկզբից ձևավորվում է բուրժուազիան որը ունի մի քիչ այլ արժեհամակարգ հա ազնվականներից եւ այլն եւ իրանք փաստորեն ինչ են ասում իրանք ասում են որ մենք ուզում ենք այդ հավասարությունը լինի քաղաքական հավասարությունը լինի եւ այդ արժեքներով այդ դասը սկսում պայքարել եւ ստեղծում են կուսակցություններ եւ այլն, որոնք որ մրցում են եւ գալիս ասում են նրան, որ ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան միգուցե եւ լավագույնը չի, բայց ամենալավ ձևն է ապահովել ազատությունը, մարդու ազատությունը։ Հիմա սա շատ կարևոր բան է, ես մի երկու բառ պետք է դրա մասին ասեմ, որովհետեւ հա, մինչեւ երկու բառը ուղղակի փաստ արձանագրենք, անցնենք առաջ։ Որտեւ ԱՄՆ-ից ենք խոսում, անկախության հռչակագրից ենք խոսում, սահմանադրությունից ենք խոսում։ Ամերիկյան սահմանադրության մեջ
դեմոկրատիա բառը գոյություն չունի։ Հիմա բոլոր գրանտ ստացողները կախվեցին։ Հենց չէ, իրա ոչ։ ֆիքսենք, գնանք։ Չէ, գրանցվածա հանրապետություն, հիմա Հանրապետություն, նույն հին Ռոմում էլ հանրապետականներն Լինկոլնն էր ասում, որ մենք հանրապետության մեջ ժողովրդավարություն ենք։ Ավելին, ֆրանսիական հեղափոխությունը առաջի ալիքը ամենայն դեպս։ Դեմոկրատիա բառը գրեթե չէր օգտագործում։ Հավասարություն, այո, ազատություն, այո։ Դե իրանք էլ ունեին դա, երբ որ նայում էին ուզում էին ասային դե լավ, մենք Աթենքից էս գաղափար բերում ենք, իրանք նայում են բաստրուկա տիրությունը ինչ են կանելու։ Հենց էտա։ Եւ Միացյալ Նահանգներում էլ տեսեք, մենք խոսենք ուներ ստրուկներ։ ունեին ստրուկներ, հիմա խնդիրը հետեւյալն է, տեսեք, այո, ընդունվեց։ Արման ջիջիլես գցում դու մեզ, հա։ Ընդունվեց հրճակագիր, որտեղ ասված է, որ բոլորը հավասար են, հարց կանայք հավասար են։ Դե ստրուկները parza դուրս թողեցինք ստրուկներին parza։ Ունեցվածքի ցենզը։ Այո, միջև 19-րդ դարվա համարյա կեսերը ունեցվածքային ցենզ 40%-ը բնակչության չի մասնակցում։ Իսկ մենք ինչպես ասացինք, ամենակարևոր ուրեմն չափանիշներից ուրեմն մասնակցությունն է, չէ։ Տեսեք, մենք դրանով գալիս ենք այդ ազատության գաղափարին, հա։ Եթե որոշումներ պետք է ընդունվեն, եւ այդ որոշումները պետք է լինեն իմ շահերից բխող, ես ուրեմն պետք է մասնակցեմ, չէ՞, գոնե այդ մրցակցության մեջ մասնակցեմ, որ ազդեմ արդյունքի վրա։ Այսինքն մասնակցությունը շատ կարևոր է, եւ սա բերում է մեզ ընդհանուր առմամբ պետք է հասկանանք լավ այդ ազատությունը ինչ է նորից։ Իսայա Բերլինից ավելի լավ ոչ մեկ դա չի ասել, ինքը ուրեմն երկու գաղափար է ներկայացրել՝ բացասական ազատությունը եւ դրական ազատությունը։ Բացասական ազատությունը որն է, օրինակի բանով ասեմ, որ պարզ լինի։ Նստեցի հեծանիվի վրա, քշեցի, ոնց ուզում եմ քշում եմ այդ հեծանիվը, առանց ձեռ եմ քշում, մեր վարչապետի նման, էսենց եմ քշում, ոնց ուզում եմ քշում եմ։ Վերջում էլ գալիս եմ այդ հեծանիվը գցում եմ, բրախում եմ, գնում եմ ինձ համար, ազատ եմ, ոչ մի բան չկա։ Դա ոչ մեկից կախված չեմ։ Ես ինչ ուզում անում եմ այդ հեծանիվով։ Հիմա դա բացասական ուրեմն սահմանումն է ազատության։ Դրականը ըստ Իսայա Բերլինի երբ որ ես այո քշում եմ այդ հեծանիվը եւ այլն, բայց վերջում եթե բերեցի գցեցի այդ հեծանիվը, գիտեմ որ ինձ գործից ազատելու են։ Որովհետեւ այդ հեծանիվը կամ իմը չի, կամ իմ աշխատանքի գործիքը, կամ ինչ որ մի բան։ Այսինքն ես արդեն ունեմ այդ կախվածությունը, հա, ինչ որ մեկը կարա որոշում ընդունի, որը ազդելու է իմ կյանքի վրա։ Բայց հիմա կամ մի հատ այստեղ բերեմ ես հավաքենք, հա, իրար։ Հա, հիմա եթե ազատության մասին ենք խոսում, հեսա երկու ճամբար կա, որ պայքարում են իրար հետ։ Մի ուրեմն ծայրը նայենք ազատությունն է, մյուս ծայրը նայենք տոտալիտար երկիր է, որտեղ դու ընդհանրապես որոշումներ չես ընդունում, կարաս խոսես դրա մասին խոհանոցում, հենել շուշուկներով չես կարող բարձրաձայնես, իսկ մյուս կողմում ոնց որ լրիվ ազատ լիբերալ պատկերացումն են, կամ նեոլիբերալ պատկերացումներ, որտեղ բոլոր որոշումները դու ես ներկայացնում, եթե չի խանգարում քո որոշումը Հայկին եւ ինձ, որոշումը քոնն է, ինչ ուզում ես արա, ազատ ես։ Մարմինդ էլ է քոնը, ամեն ինչ էլ դու կարաս ազատ ոչ։ Հիմա այս երկու ծայրահեղություններն են, ու մենք ուզում ենք հասկանանք, արդյոք կա եւ մեզ ուզում են ասել, որ միակ ձևը այդ ազատությունը ապահովելու համար դա ժողովրդավարությունն է։ Բայց դա այդպես չի, որովհետև իդեալական ժողովրդավարություն չկա, իսկ քաղաքագետները, որոնք որ մտածել են այդ հարցի շուրջ, լուրջ մտավորականներ, նաև իմ ուսուցիչ ժամանակին Ռոբերտ Դալը, ասում էր, որ մենք որպես Արիստոտելն էր վարվում պետության հետ, կամ Վեբերը լեգիտիմության հետ, մենք պետք է ունենանք իդեալականի մասին պատկերացում։ Ասենք լավ, իդեալականը որը կլներ ժողովրդավարություն, պատկերացրենք մի վարքան, հա, մասնակցությունը կա, մրցակցությունը կա, ազատ մրցակցություն, ոչ մեկ admin ռեսուրս չի օգտագործում եւ այլն, հա, այդ ամենը կա, պատկերացրեցինք։ Ինչու է դա կարեւոր, որովհետեւ դրա հետ համատելով մենք կարող ենք ասել մենք որտեղ ենք գտնվում։ Ինչ կամ մենք հեռու այդ իդեալականից։ Ու ասեմ ձեզ, որ Միացյալ Նահանգներում ուղղակի մեզ մոտ շատ հանգամ ստեղծվում է այնպես մի տպավորություն, որ Միացյալ Նահանգներում բոլորը
բան էին, հիացած էին իրան ժողովրդավարությունով։ Ոչ, այդպես չի։ Ես հիշում եմ 16 թվին Պրինսթոնի երկու ուրեմն պրոֆեսոր գրեցին մի գիրք, որը ցնցեց բանին, աշխարհը ցնցեց։ Այսինքն կոչվում էր Democracy for Realists, այսինքն դեմոկրատիան իրատեսների համար, հա։ Ու ասացին, որ Միացյալ Նահանգները ժողովրդավարություն չի։ Սա օլիգարխիա է։ Սա օլիգարխիա է։ Դա ամերիկացի մասնագետներ են, որոնք լուրջ քննարկել են, նայել են այդ մասնակցության պահով, մրցակցության պահով եւ եկել են հայ եզրակացությանը։ Ես երբ որ Հայաստանում պատմում եի դրա մասին, մարդիկ կային, որ սկսում էին ին վրա բան անել, ասել, չէ, դու Հայաստանի շպիոն ես։ Չէ, Հայաստանի չէ, դե ուրիշ շպիոնների մասին կարող է խոսքը գնա, բայց չէ, ես եթե քննադատում ես ինչ որ քննադատական խոսք կա Միացյալ Նահանգների մասին, ուրեմն ռուսական շպիոն ես։ Պարոնայք, առաջի մասը պետք է փակենք, անցնենք երկրորդին դեմոկրատիայի մասի ձայնագրմանը, որը ոչ պակաս հետաքրքիր է, քան առաջինը, եւ խնդրում եմ յուրաքանչյուրդ, եթե դա հնարավոր է, 1-2 րոպեում ամփոփենք այս դեմոկրատիայի մասին մասը։ Արտուր երկու հետարքիր բաներ ասեց, որ խոսեց, բայց ես ուզում եի հիմա Արտուր էլի կասի, դե դու նորից մեզ բերում ես Հայաստան եւ այլն, բայց չէ, բեր, մենք Հայաստանում ենք, ինչ է։ Իմ եւ Արմանի մեր լորվա ճկնաղ աշխարհի հրաշք, մեր բանաստեղծի Թումանյանի խոսքերը ասեմ, որ ասում էր ումա պետք է ազատությունը, որ պիտի թոքի պես ընկնի վիզս ու խեղդի ինձ։ Այդ մեկ, մտածեք դրա մասին, փիլիսոփա եք կամ։ Իսկ երկու հեղինակներին, որ դուք մեջ բերեցիք ամերիկյան, մինչև այդ Տոկվիլի պարլամենտական ճառից, սևագրից, որը կա 1841 թվականի նոյեմբերին, ասում է հետևյալը. Ես ընդունում եմ դեմոկրատական ինստիտուտները խելքով, սակայն բնազդով պատկանում եմ արիստոկրատիային, այսինքն խորշում եւ զգուշանում եմ ամբոխից։ Ես կրկոտ սիրում եմ ազատությունը, օրինականությունը, հարգանքը իրավունքների նկատմամբ, բայց ոչ դեմոկրատիան։ Դա արմատավորվում է իմ հոգու խորքում։ Ես ատում եմ դեմոկրատիան։ Շատ նմանացնում է այս Բուլգակովի պրոֆեսոր Преображенскому, որը ասում է «Да, я не люблю пролетариат». Знаете ли, профессор, если бы вы не были европейским светилом и за вас не заступились бы самым возмутительным образом, вас следовало бы арестовать. За что? А вы не любите пролетариат? Да, я не люблю пролетариат. Ես 1830-ից գալիս եմ 2020 եւ ասում եմ, որ մենք խոսել ենք դրա մասին մինչ հաղորդումը ձայնագրելը, որ տոտալիտար ավտորիտար Ադրբեջանը հաղթեց դեմոկրատ Հայաստանին եւ ոչ մի դեմոկրատական երկիր, որը դավանում է այդ արժեքներին, ազատություն, արդարություն եւ այլն, ծպտուն անգամ չհանեցին, երբ որ հայերը զրկվեցին իրենց բնորանից։ Այս հաղորդումը ավարտում ենք այստեղ, բայց հաջորդ ավելի հետաքրքիր է լինելու, ինչու, որովհետև նույնիսկ մեր հաղորդումը դեմոկրատիայի երեսից ավելի շատ նայում են այն մարդիկ, ովքեր չեն բաժանորդագրվում մեզ։ Կարծես թե ազատություն կամ դեմոկրատիա, բայց վախենում են բաժանորդագրվեն, բայց ավելի շատ են նայում։ Որտեղ մեկ-մեկ ուզած թե չուզած քննադատում ենք գործող կարգերը։ Մենք բոլորն ենք քննադատում տեղին, պատմությունով, վերլուծությունով։ Լավ ենք անում, դա էլ ժողովրդավարության արժեքներից։ Այո, արժեքներից մեկը։ Լավ եղեք։